այդ նվաստացնող այդ վիճակներն, որ սենց մի ձեռքը սենց են բարձրացնում, մյուս ձեռքը սենց են բարձրացնում, ստիպված ինքը կռանում է ու այդ վիճակով իր տնից հանում են իր երեխաների աչքի առաջ ու իր հարևանների, ու հանկարծ չգիտես ինչու հենց այդտեղ հայտնվում է մի հատ էլ տեսախցիկ, որ այդ ամեն ինչը նկարում է ամբողջ աշխարհով, մեկը դա այդ պատկերը տարածում, հա, այստեղ ակնհայտ է, որ պետությունը դիտավորյալ նվաստացնում է տվյալ անձին, նրա արժանապատվությունը նվաստացնում է դիտավորությամբ։ Ուրեմն ես վատ նորություն ունեմ այդ ոստիկանների համար։ Իրենց թող չթվա, որ եթե իրենք հիմա այդ հրամանները կատարում են, իրենց քրեական պատասխանատվություն չի սպասում։ Իրենց սպասում է քրեական պատասխանատվություն, ընդ որում անկախ ժամանակային գործոնից։ Եթե օրինակ սպանության համար մենք մի ցինիկ արտահայտություն ունենք, սովորական սպանություն, հա, այսինքն առանց ծանրացուցիչ հանգամանքների, վաղեմություն կա, իրանց այդ տարածի համար վաղեմություն չկա, ինքը 80 տարեկանում իր տանը մահճակալի մեջ պարկած կլինի, մի օր հետևից կգան այդ տեսանյութով, որ ինքը այդ գործողությունը կատարել է։